Շնորհակալություն, հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ։ Ես ելույթների դրույթներին շատ չեմ անդրադառնա, դա համարում եմ անիմաստ վիճաբանություն։ Մի երկու, այսպես ասած, ռեպլիկի։ Առաջին հերթին ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել եւ հիմա էլ չեմ եղել։ Ես դաշնակցության մեջ անուններ գիտեմ, մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները եւ մեր պետական մտածողության, հասարակագիտական մտածողության, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել։ Ես հակադաշնակցական չեմ։ Ես դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով։ Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ։ Ես պարտավոր եմ 1915 թվականի մեր ողբերգությունը դիտարկեմ ոչ միայն որպես քաղաքական իրողություն, այլ ստուգեմ, վերլուծեմ, փորձեմ հասկանալ դրա պատմական գաղափարական հիմքերը, իդեպ մի բան, որը մեր մշակույթի, գրականության, նաև պատմագրության մեջ վերջերս սկսվել է արվել։ Մի հարց էլ, ուրեմն քանի որ նախորդ ելույթների ժամանակ ռեպրեսիայի մասին խոսվեց եւ քննարկվեցին այդպիսի հարցեր, ես չէի ուզենա, որ այսօրվա մտավորականը, որը այսօրվա մեր քաղաքական վիճակի եւ նաեւ մեր անցյալի պատմության մասին խոսելու ներողություն, խոսելու եւ ճշգրտելու բազմաթիվ անկեղծ իրավիճակների առջև է կանգնած, որևէ կուսակցության, որևէ գաղափարախոսության կողմից ենթարկվի ճնշումների, անկախ նրանից, որ երբեմն կարող են նաև բանավիճային սուր հարցադրումներ լինել։ Ուրեմն մի ճշտում անեմ, ես նորից եմ ասում, որ դաշնակցությունը դիտարկում եմ որպես պատմական քաղաքական կուսակցություն, ես այսօրվա դաշնակցական, այսպես ասած, Հայաստան խմբակցության ներսում գործող դաշնակցության մասնակցության մասին չեմ խոսի, բայց ես կասեմ հետևյալը, ես մեր ժողովրդի պատմության մեջ դաշնակցության մոտեցումը համարում եմ ոչ պատմական, ոչ քաղաքագիտական եւ ոչ հասարակագիտական, ինչու։ Ես կարծում եմ, որ 10-12-րդ դարերից, դեռևս Մովսես Խորոնասու ժամանակներից պետականության քաղաքական ընկալումը, ներողություն, քաղաքագիտական ընկալումը, որը բազմաթիվ դրսևորումներ է ունեցել, էլ Մադրասյան դպրոց, էլ չգիտեմ դատաստանագրքեր, էլ Կոստանդնապոլսի սահմանադրական ժողով փորձել են մեր ժողովրդի, այսպես ասած, գոյությանը պետական տարեր պարունակող հասարակագիտական ուրեմն միջավայր ապահովել դրա համար, ես կարծում եմ, որ դա դաշնակցության գաղափարախոսությամբ ավարտվեց։ Դաշնակցությունը այդ ամենը վերածեց պաթոսի։ Սա համարեք որպես մտավորականի կարծիք, որը կարող եք դուք չընդունել, բայց մի համարեք այսօրվա դաշնակցության, այսպես ասած, քաղաքական կուսակցության գնահատական։ Այստեղ մի սխալ էլ, որ ես կուզենայի ուղղել, ուրեմն ես խաժամուժ բառը օգտագործել եմ ոչ այն միջավայրում, որը դուք եք ներկայացնում։ Ես բարձրացել եմ ավտոբուս, այդ գների, այդ փորձում էին գների եւ այլնի հարցերը լուծել, եւ այսպես ասած իրենց ընդդիմադիր ներկայացնող մի խումբ լցվել է ավտոբուս, ես իրավունք ունեմ իրենց ասելու խաժամուժ։ Ավտոբուս վարորդին նեղելը, ուղևորներին նեղելը, ես չեմ կարծում, թե ընդդիմության տեսակ է։ Ինչ վերաբերում է ուրեմն իմ դիրքորոշմանը, իմ մտավորականի դիրքորոշմանը, որպեսզի հետագայում ուրեմն այլասոցությունների տեղիք չկա, եթե թույլ կտաք, ես երկու էջով ուրեմն գրել եմ իմ կարծիքները եւ կկարտամ 10 րոպե չտևի դա։ Մինչև օրս հայ մտավորականի համար ամենադյուրին բանը պատմության մասին խոսելն է եղել։
որովհետև այն ընկալվել է իբրև հերոսական, ջատագովական, փառատրական կամ ողբերգական դատապարտական մի բան, այլ ոչ նաև իբրև բժշկական գիտություն, մի տեսակ հիվանդության պատմություն, որին լատիներեն եզրույթը ասում է անամնեզ, իսկ 10-րդ դարից պատմական գիտությունների մեջ մտած մի եզրույթով քննական պատմություն։ Այդ պատմություն անամնեզը պարտավոր է քննել պատմության ողջ օրգանիզմը եւ պարզել, թե այս կամ այն դեպքն ու իրադարձությունը, այս կամ այն ողբերգությունը իրականության մեջ ի հայտ գալուց առաջ արդյոք գիտակցության մեջ արդեն ի հայտ չի եկել, որպեսզի իրականության մեջ տեղի ունեցողի դեմն առնվի նախ եւ առաջ հենց գիտակցության մեջ։ Ես այստեղ ավելին առաջ չեմ գնա եւ այս կարճ ելույթը կտեղավորեմ պատմության ոչ թե քննական դիսցիպլինի վրա, որը մեզ համար առայժմ դեռ շատ բարդ բան է, այլ նրա քննություն լինելու անվիճելի հանգամանքի եւ կասեմ հետեւյալը։ Պատմություն անամնեզի մեջ ստախոսությունը այն է, ինչը փակում է հիվանդությունը բուժելու բոլոր հնարավորությունները, ճշմարտությունը որոնելու ուղիները, անհնարինով փակում է հնարավորի դեմը, անիրականով հեռու է քշում իրականն ու իրականությունը։ Հայրենասիրությունը իր գործնական եւ բանական ոլորտից հանում է վերածում է կրքի եւ տրփանքի։ Եվ որ ամենակարևորն է, գաղափարները իրողություններին համապատասխանեցնելու տեղակ, իրողություններն է համապատասխանեցնում գաղափարներին, ինչ եւ հաճախ է եղել վերջին 100-150 տարվա մեր պատմության մեջ։ Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում բազմաթիվ քննություններ ենք անցնել։ Պայքարի, գոյատևման, մարտիրոսության, հաղթանակի, պարտության, հայրենասիրական, քաղաքագիտական եւ դիվանագիտական մտքի գրեթե կատարյալ բացակայության, երբեմն նաեւ տխմարության։ Այսօր մենք կանգնել ենք գուցե թե 1045 թվականից հետո, երբ մենք հանձնեցինք մեր գեղեցիկ մայրաքաղաքը եւ մեր պետականության վերջին սյունը, մի բոլորովին նոր իրավիճակի առջև, որը միանգամայն անծանոթ է մեզ։ Աճ ու ձախ հարկի եւ անհարկի օգտագործվող ինքնություն բառը, որի ոչ իմաստն ենք հասկանում, ոչ էլ նրա կիրառության շրջանակները, մեզնից նախ եւ առաջ մի բան է պահանջում՝ ինք դառնալ։ Քանի որ առանց այդ ինքի ինքնության պատկերացումները սին են։ 1000 տարի անց մենք կանգնած ենք մեր խնդիրները ինքներս մեր առջև բարձրացնելու եւ դրանք ինքներս պատասխանելու իրողության առջև։ Ըստ որում նկատի ունենանք, որ խնդիրները բարձրացնելու, դրանք չթաքցնելու համար ավելի մեծ խիսախություն է պահանջվում, քան դրանց պատասխանելու։ Մենք կանգնած ենք այդ ինքնությունը ինքնակառավարման մեջտեղ անելու հասարակական եւ քաղաքական շատ պատասխանատու խնդրի առջև։ Դրանք բարձրաձայնել մեզ երբեմն թույլ չի տալիս մեր պատմության պաթոսը, որը ես համարում եմ հայտնի մի փիլիսոփայի եզրույթներով մոնումենտալ, անտիկվար եւ ջատագովական փառատրական, պաթետիկ, սակայն ոչ իրական, ոչ ախտորոշիչ։ Ինչը պետք է, այո, ախտորոշի մեր քաղաքական, հասարակական եւ բարոյական մարմինը եւ մեզ մղի բուժման միջոցներ գտնելու, որոնք մեր երկարակեցությունը պետք է ապահովեն ոչ թե անցյալում, այլ ներկայում եւ գալիքում, եւ որի դեպքում ուրեմն քանի տարեկան է հայ ժողովուրդը հարցը մի ստույգ պատասխան ունի, քանի տարի որ դեռևս կարող է ապրել։ Պատմությունն իբրև անամնեզ պատկերացումը, ինչ խոսք, կարող է վիրավորել մեզ, բայց մենք չպետք է վախենանք ինքնավիրավորումներից։ Այն կարող է ոտնահարել մեր ինքնասիրությունը, բայց կարող է նաև մեզ ինք դառնալու եւ ուրեմն ինքնության հնարավորություններ բացել։ Ինձ նման լավատեսության առիթ տալիս այն, որ հայ ժողովուրդը հակառակ իր պատմության եւ արհավիրքների ողջ տրամաբանությանը այսօր պետություն ունի։ Պետությունն է, որը մեզ կարող է ինք եւ հետեւաբար ինքնություն շնորհել, ամոթել մեր բոլոր ողբերգությունները եւ դառնալ դրանց հատուցումը։ Մեզ մեր մեծ բանաստեղծի բառերով ասած խալխից վերածել ժողովրդի։ Մեզ պոկել մեր մյուս մեծ բանաստեղծի բառերով ասած բոլոր ցնորքներից ու ուղեղային մորմոկներից եւ արդի բարդ աշխարհում դարձնել քաղաքական մարմին եւ օրգանիզմ։ Մեզ մտցնել համաշխարհային քաղաքականության համակարգ
իբրև նրա թեկուզ փոքր, բայց իր գործառույթն ունեցող մասը։ Դրա համար այսօր մեր անելիքների մեջ ամենակարևորը ես համարում եմ ինքներս մեզ եւ մեզնով մեր առանձնապես վերջին դարուկեսի պատմությունը վերլուծելը, որի առանցքը պետք է լինենք հենց մենք, որ այդ ժամանակաշրջանի մեր ողբերգությունների բոլոր արտաքին մեղավորներն ու պատճառները կարծես պարզել ենք, բայց վախեցել ենք դրանց մեջ անդրադառնալ հենց մեզ։ Երևի մեր կուսակցական եւ գաղափարախոսական հավակնությունները վեր դասելով Թումանյանի դառը եւ ստապ նկատառումից, որը նա արել է անցած դարի 22 թվականին։ Մենք թե դրսից եւ թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք ենք ասում եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մենք ինքներս քանդեցինք մեր տունը թե դրսից թե ներսից։ Ես այն կարծիքին եմ, որ այս ամենի մասին մենք պետք է բաց խոսենք։ Մամուլի եւ մեդիամիջոցների սև շուկայի մեջ այս բարդ ժամանակներում, այս սև շուկայի մեր այս բարդ ժամանակներում իր օբյեկտիվությունը ամեն գնով փորձել պահպանող այդ դաշտի երամերժությունը հավասարակշռող ՀՌՀ մտավորական անդամից պահանջվող կոռեկտությունը չպետք է նշանակի ձայնազրկություն կամ կոնյուկտուրայի նպատակներով սեփական մոտեցումների զգուշավոր քողարկում։ Գլավլիտի ներկայություն Այդ զսպվածության կոչը մեզ չպետք է հասցնի նրան, որ մենք թաքցնենք պատմության եւ պատմականության մեր ընկալումները, վախենանք խոսել կոռուպցիայի մասին, թե քաղաքական ու տնտեսական, թե հայրենասիրական, քանի որ հայրենասիրությունը նույնպես կարող է կոռումպացված լինել։ Մանավանդ որ խնդրո առարկա դարձած իմ հարցազրույցում ես խոսել եմ ոչ թե ազգային ժողովում ՀՀԴ գործնեության մասին, այլ հայոց պատմության մի ողբերգական շրջանի, որի Թումանյանի ասած դրսից քանդվելու պատկերը մենք գիտենք, բայց ժամանակն է, որ ներսի պատկերի մասին էլ խոսենք։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները, հոսանքները, մտայնությունները, իթիվ նաև Հայաստան դաշինքը, մեր հայրենասիրությունը, մեր մտավորականությունը, մեր իշխանությունները, մի խոսքով պատմության ընթացքում բազմաթիվ քննություններ հանձնած կամ չհանձնած մենք բոլորս մեր պետության այս փաստով կանգնած ենք մի նոր դժվարին եւ մեր հայոց պատմության ողջ դժվարին ընթացքը ամփոփող մի քննության առջև։ Մենք այսօր պետք է պետական քննություն հանձնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն։ Մնացածը հարցերով։ Ելույթի համար, հարցերի համար։ Ես փորձեցի իմ ելակետը ուրեմն ձեզ ներկայացնել, որի ժամանակ մասնավոր հարցերի անդրադառնալիս բնականաբար կարող են նաև ցավոտ եզրահանգումներ լինել եւ իմ չայլոց եթե դուք իմ ելույթները լսել եք, դուք իզուր եք պնդում, թե ես ներկա իշխանություններին որևէ անդրադարձ չեմ կատարում, ես եւ իմ առաջարկներն եմ անում եւ իմ դժգոհությունները եւ փորձում եմ պակասների ու բացերի մասին խոսել։ Ես այն կարծիքին եմ, որ ես կուսակցական մարդ երբեք չեմ եղել եւ ես այն կարծիքին եմ, որ ինձ չի կարելի մեղադրել դաշնակցության, այսպես ասած, դաշնակցության ատելության մեջ, ոնց որ դուք ասեցիք։ Ես դաշնակցությանը չեմ ատում։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար